Աչքերդ դու ժողովուրդ ջան, այնպես բան եմ մտածել, գիտեք ինչ եմ մտածել, վերանդել ես դեռ թափեք, արա հոգու բարի չկրես սպասեք։ Հարցադրեք, մի խփեք, որ սպանեք ոնց է բանը, գիտեք երբ եմ խաղալու։ Սիրելի հանդիսատես եւ հետևորդ, տեսակ այն հետևի պլանի վրա այս գեղեցիկ արծիվը որ կա, փողոցում եմ գտել։ Հիշում եք մի եթեր առաջ ասում էի, որ փողոցում տարբեր բաներ են ստեղ դնում, ամերիկացիները ինչ-որ պետք չի։ Այս արձաններ փողոցում դրված էր, վերցրեցի, բավականի տենց ռաբիս տեսք ունի, հեչ իմ ճաշակով չի, բայց Սարի թատրոնի համար շատ է սազում, կբերեմ Սարի թատրոն եւ այնտեղ քարերի վրա տարբեր տեղեր կպցնում եմ տենց բաներ, տեսած կլինեք ով որ եղել է։ Եվ ով որ գա այդ ամառը անպայման կտեսնի այս արձանը։ Նաև հիշեցնեմ, որ ամսի փետրվարի 3-ին վերանդայում խաղում ստենդափ եւ ջազ, լինելու է շատ հետաքրքիր նոր համերգ, համեցեք, անպայման կհանդիպենք Տոմսենե Թիքետ Միկետումա։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայից, խոսենք կոմենտներից, որոնք որ ինձ գրում են, դու գիտեք, որ նոր պրոյեկտ եմ արել ընկերներիս հետ ARTN-ում, լինելու է այսպես նոր սերիալ 16 սերիանոց մի պրոյեկտ է, որտեղ ես կին եմ խաղում, կերպարը, այսպես ասած, ջեմիկի ռեմիքսն է, կարելի է ասել, ռեմիքս վարիանտն է, այնով որ տեսել է, այնով որ ծանոթ է, գիտի, բավականին սիրված կերպար էր, եւ Instagram-ում շատ ու շատ այսպես բաներ եմ գցում, նյութեր եմ գցում եւ ժողովուրդը կոմենտներ է գրում, ասեք ուզեմ ես դնեմ որ արձանը երևա։ Ահա, այո, կոմենտներ են գրում։ Ուզում եմ այսօր վերլուծել մի քանի կոմենտ, իհարկե մեծ մասը 99% կարելի է ասել, բոլորը շատ երջանիկ են եւ գոհ են, որ այդ կերպարը վերադառնում է, որովհետև ստացված կերպարա շատ, մի քիչ ռեմիքս եղած, մի քիչ նորովի, մի քիչ ավելի երիտասարդային տարիքով եւ կեցվածքով, սաստավը սիրված սաստավն է, սիրված դերասաններն են, որոնց որ հիշում եք հեռուստատեսությունից, տարբեր պրոյեկտներից, նաեւ թատրոնից, եւ հիմա մոնտաժվում է նյութը, շուտով դուրս կգա կտեսնեք։ Հիմա անցնենք կոմենտներին, ժողովուրդ ջան։ Ուրեմն դու իհարկե ասացի մեծ մասը շատ ուրախ են եւ լավ այսպես կոմենտները ելի կկարդամ մի երկու հատ, բայց իհարկե կանդրադառնանք այն հետարքիր վատ կոմենտներին, որոնք որ շատ հետարքիր են եւ ծիծաղելի են, անպայման կվելուցենք միասին։ Վերջապես Ջեմիկը եկավ, բան հա գրած է, ժողովուրդը Ջեմիկ չի, Կիմիկա է մեկի անունը, թեպետ կարելի ասել Ջեմիկի փոքր քուրն է։ Հա հետո ուրեմն Մաչկալյան Ալիսան գրվում է, որ զզվելի է։ Դիգին Ալիսա կամ աղջիկ ջան, չգիտեմ, միգուցե եւ զզվելի է, ձեր գործն է, գրում են, որ սիրում եմ ձեզ, վերջապես եկարք։ Տամարա Անտոնյանն է գրում, ուր է այստեղ հումոր։ Սիրելի Տամարա, դե ուր է հումորը, դե գիտեք ամեն մեկ իր ճաշակ ունի, դե հիմա հումոր չեք տեսնում, դա ձեր գործն է։ Կկարդացեք, մենք շատ լավ հումորիստներ ունենք, Լեր Կամսար կարող եք կարդալ, Արամայի Սահակյան կարող եք կարդալ, շատ հետաքրքիր հումորային ստեղծագործություններ ունենք, սատիրա ունենք, սա էլ էսպիսի հումորը ինձ նման անճաշակների համար, այսպես ասա, հա։ Զզվելի, հա, չգիտեմ ասում է, մեկը գրում է, որ չգիտեմ, Հայաստանում նայվում էր, բայց տեղ չի նայվում, ժողովուրդ ջան, հələ դուրս էլ չի եկել, ինչի եք ասում, որ չի նայվում, հələ չգիտենք, կնայվի թե չէ։ Պարսադանյան Ռուզաննան է շատ հետաքրքիր գրել, նախ ռուսերեն տառերով է գրել եւ Պարսադան Ռուզաննան գրել է ըսկի զզվելի կերպարին հասակ, ըսկը, այսինքն իսկը ձեր զզվելի կերպարին ասար պորնիկ։ Ուրեմն այս տիկինը Պարսադանյան Ռուզան, դուք կին եք, ասենք ինձ հետաքրքիր է, այդ порника, это что, ваша кисура так с вами говорила, да, что вы порника, огаркая вы, да? Или откуда у вас такой лексикон? Кто это вам так сказал, что порник, морник, да? Ну, երևի ձեր ընտանիքում ընդունված է տենց խոսել,
Դե ասենք լավ է, շնորհակալություն որ գրեցիք այդ որ ես զզվելի pornik եմ եւ հետարքեր մի հատ բանը գիտեք ես նկատել կամ միգուցե իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է զզվելի կոմենտների մեծ մասը ռուսատառ է գրվում իմ YouTube-ն ալիքում նույնպես գիտեք եթե ինչ որ տենց դու նիկոլական ես կամ տենց զզվելի զոմբի բան եւ այլն մեծ մասը անգամ լատինատառ չի այ ռուսական է ասենք կարող է ես Կրեմլից իմ զզվանքը բերում է նրան, որ ասենք ես ձգում եմ այդ կեղտը իմ վրա եւ ասենք ռուսերեն են գրում, չգիտեմ։ Համենայն դեպս երբ որ այդ հայույանքները կարդում եմ հայերեն, ոնց որ հարազատ է, դե քֆուր է, դե գրել են, հիմա ես էլ եմ քրվում, այ քեզ ման։ Բայց դե երբ որ ռուսերեն է գրվում, մի քիչ ոչ թե ավելի ցավոտ է, այլ մի քիչ արտառոց է, ու միանգամից աչքից զարնում է, միանգամից տեսնում ես դա։ Так, էլ ինչա։ Оказывается, Баба Яга существует. Мы где говорили, հումորով մարդ, այո, դա, представьте себе. Հայկական հումորը տենց էլ կապիկությունից հեռու չգնաց։ Այդ գիտեք են ովքեր ասում են, ես 40 տարվա մանկավարժ եմ եւ ես գիտեմ, հիշում եք, դες մի հատ կինո կար, որ ասում նստում եւ տենց հայկական կինոն այնպես էլ հումորը բան այնքան կուզեի իմանայի, այդ որն է այդ հայկական հումորը կամ անգլիական հումորը, ասենք հումորը նա որը որ ծիծաղ առաջացնում, հիմա կարող է մեկի մոտ առաջացնի, մեկի մոտ չառաջացնի, հիմա ինչ պարտադիր է, որ այո, գիտեք ինչն է, անգորնության վրա եմ զարմանում, նստում, նայում եմ ինչև էր, հիմա հայկական հումորը նենց էլ, չասավ, Так, Վագրամ Կարապետյանն է գրում ոնց որ թե դա, այ ոչխար, մի խելոք բան կարաս անես։ Դուք ոչխարից ինչի մարեք խելոք բան սպասում եք ստեյց սկսենք, հա, եթե ասում եք մարդուն այ ոչխար։ Հետո ասում եք մի խելոք բան կարաս անես, թե ոչ։ Եթե դուք ոչխար եք ինձ համարում, ուրեմն պետք է որ խելոք բան չսպասեք ինձնից, դա այդպես։ Գիտեք, ոնց որ մի հատ մարդ ես որ էլի տենց ռոլիկ էի թողել, որ ծնողը անպայման չի որ սրբություն լինի, որովհետև կան ծնողներ, որոնք որ իրանց երեխաներին դավաճանում են, գցում են, չգիտեմ, գցում են որբանոցներ կամ ծախում են, տրաֆիկինգի են ենթարկում, ծեծում են, բռնաբարում են, կան նաև ինցեստի, այսպես ասած դեպքեր, հա, աշխարհում եւ համարել տենց բացարձակ սրբություն հնարավոր չի, հա։ Մի հատ անասուն գրել է, որ մերը սրբությունն է, այ ու քֆուր է տալի մորս։ Հիմա գիտեք ինչ որ հակասություն կա, եթե դու ասես մերը սրբությունն է, ուրեմն դու մորը վերցնում ես որպես ընդհանուր մի կերպար, ասենք մայրը ոչ թե կոնկրետ ես վերցնում, այլ մայրը սրբությունն է։ Եթե մայրը սրբությունն է, ո՞նց ես ինձ մեր քրվում, այս դա եմ զարմանում, էլի, ասենք եւ գիտեք ինչ, ինձ մեր քրվողները մի փոքր ճիշտն ասած չեմ կարողանում պատկերացնել, նախ մաման չկա արդեն, եթե այդպես մի քիչ տենց փիլիսոփայենք եթե մայվ համել ձեր նման անասունի հետ մայրս դժվար թե ինչ որ մի հարաբերություն ունենալ, դա անգամ չէ բարևի, ուր մնաց ասենք ինչ որ տենց ինչ որ մի քայլի գնա, ուզում վերլուծեմ ձեր հայոյանքները, հա, նաև որ ասենք հորն են քրվում, քու հորը սենսը, ուզում ես ասել, ես էլ չանողի, ով որ չի արել դա, ես էլ իրա ասենց ասենք, անեք ինչ հավայի խոսում եք, ինձ քրվեք կհասկանամ, հերը մերը բան ինչ կապ ունի ասենք, դե լավ, աստված իրենց հետ, так, ոնց որ ջունգլի անոն լինի, այ ժողովուրդ ջան, ես ուզում եմ հասկանամ, դուք որ թիվ եք, որ ասում եք ջունգլի անոն, ես փոքր երեխա էի հիշում եմ, եւ այդ ջունգլի անոյի լեգենդները այսպես գնում են, գիտեք ոնց որ լեննականում ասում են Պոլոս Բուկուչը, Կիտրոն Ալեկը, չէ, Ցիտրոն, չգիտեմ, տենց ինչ որ կային նաեւ բաներ, տենց ռեալ կերպարներ լեննականում, կային Ֆայտոնչի Գրիշը, որին ճանաչում եք, շատ հարգելի, հարգված մարդ էր Ֆայտոն, հիմա ասում են իր թորներն են Ֆայտոն քշում, ջունգլի անոն էլ, տես մի հատ ինչ որ կերպար էր Երևանում, Կարաբալայի նման, հա, երևի թե, որտես գողական աղջիկ էր կամ կին էր, բայց ես չեմ տեսել իրան, եթե դուք տեսել եք այդ ջունգլի անոյին կամ գիտեք ով է կամ ինչ որ մի կենսագրություն ինչ որ մի բան գիտեք, խնդրում եմ ինձ գրեք, ուղղակի հետաքրքիր է։ Ով էր, ինչ էր, գիտեք, ես միշտ հետաքրում եմ մարկանցով, որտեղ ինձ միշտ հետաքրում են
մարդկանց կյանքերը, մարդկանց կենսագրությունը, չէ որ դրանից է որ ծնվում են ներկայացումները, ստենդափները, գրախոսականները եւ այլն։ Так. Այ կնիկ, եկա մարդ ես։ Դա համարենք որպես հումոր, այ կնիկ եկա մարդ ես։ Հետո սիրում եմ քեզ, противно смотреть, мега говорила, ну противно, а ведь смотришь, сука, смотришь ведь, ну противно не смотри, ладно. Սիրում եմ ձեզ, ես ձեզ եմ սիրում, ժողովուրդ ջան, իսկապես ասեմ, լավ կոմենտները սարսափելի շատ են, նախ ամեն վիդեոյի տակ մի մոտ մի 700, 800, 1000 հատ կոմենտ կա եւ անչափ շնորհակալ եմ, որ 99%-ը շատ լավ, շատ ջերմ, շատ ուրախ Եվ զգում ես, որ այս ժողովուրդը մեր ազգը, ընդհանրապես ժողովուրդը նա զվարճանալու եւ ծաղալու կարիք ունի, որտեղ ինչքան կարելի է ասենք ողբալ լացել, իհարկե դա չի նշանակում, որ դա քաղաքականացված եթերներ կա։ Մենք գերիներ ունենք, բայց դուք սերիալ եք հանում։ Այ քեզ բան։ Մենք Ղարաբաղ ենք կորցրել, բայց դուք ծաղում եք։ Ժողովուրդ ջան, դերասանի աշխատանքը դա է։ Մենք եթե դուք կարծում եք, որ դերասանը, որ խաղում է ուրախ դերեր, միշտ ասենք ուրախ է երջանիկ, կուշտ, բախտավոր եւ բութ, դուք իհարկե սխալվում եք, որովհետեւ մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ամեն ինչի, ասենք խնդիրներից, այո, մենք էլ ենք շատ ցավոտ ընդունում այդ ամեն ինչը, բայց մեր աշխատանքն ենք անում, դա էլ մեր գործն է, ասենք եւ մի ոչխարը գրել էր, ասում էր, չես ամաչում, ասում է կնգաշորեր ես հագնում Այսօր մի փոքր ռոլիկ արել եմ դրանով կտեսնեք ինձ բանում կլինի Ticket Miket-ի այդ սայթում կլինի, հետո Instagram-ում կլինի Ticket Miket-ով էլի ծախում եմ տոմսերը ամսի փետրվարի 3-ին համեցեք ասում եմ չես ամաչում կնգաշոր ես հագնում դե սիրելի հետևորդ եթե կին եմ խաղում ասենք ինչի շոր հագնեի ոնց է կարծում կամ եթե ասում եմ եթե շունես խաղում պիտի հաճաս եթե կին ես խաղում պիտի կնոջ շոր հագնես դա նորմալ է եւ աշխարհի շատ ու շատ հայտնի դերասաններ խաղացել են կին խաղացել են կանկանաց դերեր բայց չգիտես թե ինչու մեր հայ այսպես ասած հանդիսատես ինչու որոշ մարդիկ միանգամից ասենք դες վատ են զգում որ տղամարդ կա որ կնոջ դեր խաղա դա ասում եմ մի առիթավորվեք դա ոչինչ չի պարտավորեցնում ոչինչ ոչ էլ ձեզ տենց վախեցա այկնիկ ասեցի Hello Lipetsk այ մի հատ տենց մի հատ հետարքիր հետևորդ ունեմ կապիկությունը պետությունը հա գրում է ռուսերեն տառերով եւ այդ կապիկությունը չգիտեմ բանա տենց են էդա դնում սաբաչկա է դնում կապիկությունը պետությունը վճարում է միայն Ռուսաստանի քաղաքացին կարա մտածի որ դերասանին պետությունը վճարում է միայն Ռուսաստանում ապրող այդ չգիտեմ ոնց է հայերեն обыватель հա այդ ուտող քակող էլի կներեք ոսկեղենիկ հայերենս համար այն մենակ այդ մարդը կարող է ասենք մտածի որ դա դոտացիոն է որ դա եթե телевизоров по телевизору показывают значит государство платило в курсе չէ սիրելի իմ ռուս հետևորդներ ռուսաստանցի հայեր մեծ մասը մեծ մաս չէ զգալի մասը ուրեմն վաղուց կան ասենք բան ու ձեր գեղում չկա իհարկե վաղուց կան ոչ դոտացիոն ալիքներ ամբողջ աշխարհով կան մասնավոր հեռուստաընկերություններ որոնք անում են ինչ ուզում են որոնք երբեք չեն վճարվում պետության կողմից չեն աջակցվում դեռ ավելին ինչ վերաբերում Հայաստանին դուք գիտեք որ կան ալիքներ որոնք որ աշխատում են անգամ պետության դեմ հա եւ ասել դերասանին որ քեզ պետությունը վճարում է ասենք պետք է լինես կատարյալ ասենք ուղեղդ լվացած պիտի լինի եւ ցավոք մեր հայրենակիցներից շատերը որոնք ոչ միայն Ռուսաստանում են, բայց Ռուսաստանում զգալի իմաստ է, իրենց թվում է, որ դա պետության դա դոտացիայի վրա է, ասենք դերասանը եւ տենց ասենք, չէ, ես народный артист РСФСР չեմ, որ պետությունը ինձ աջակցի կամ ես ինչ, народный артист Советского Союза էլ չեմ, հա, դրա համար մի շեշտ դուստվեք, ոչ մի պետական աջակցություն բնականաբար
մասնավոր ալիքը չունի։ Կուզենամ անդրադառնամ վերջի թեմային, ժողովուրդ ջան։ Կար իհարկե էլի եմ ասում, անչափ շնորհակալ եմ լավ կոմենտների համար, որոնք ուղղակի եթե կարդամ կարող եմ պատահի մի 5-6 հատ եթեր անեմ։ Հա, բայց ուզում եմ անդրադառնամ կոմենտերի մի ուրիշ մի սեգմենտի, որոնք որ այսպես բացարձակ զզվելի են եւ ես թույլ չեմ տա ինձ հիմա ասենք հնչեցնել այդ կոմենտները, որոնք որ մանյակալ տեսակի հայոյանքներ են տալիս, որ սենց շատ ասենք ես էլ անգամ տղեկով նստած քրֆում ենք parza դեր մարդ ենք հայոյանք ենք տալի, բայց այտենց զզվելի քֆուներ երբեք չեն տալի անգամ թշնամուն եւ ինչն է ամենահետաքրքիր, ինչու եմ ես դա ասում, այդ պրոֆիլների զգալի մասը եկեղեցիա Հիսուս Քրիստոսի նկարն է կամ խաչերն է։ Դուք գիտեք իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, գիտեք իմ վերաբերմունքը եկեղեցուն, ընդհանրապես հավատքին, խոսել եմ դրա մասին, բազմիցս սահալաչ ունեմ խոսելու, գիտեք, որ ես այդպես հավատացյալ չեմ եւ այլ, բայց ինձ ուղղակի հետաքրքիր է այդ որ այդ մարդիկ, գիտեք ինչու անունները չեմ ասում, որովհետև այդ մարդիկ էլ շատ սիրում են իրանց երեխեքի հետ նկարվեն։ Ասենք հետևը բանա, եկեղեցու մեջ է նկարվի անասունը, երեխեն ձեռը, երեխեն ցես բանի ու ինքս ես դարդոտ, տենց հետև այդ խաչերը, բաները, այդ եկեղեցու, այդ խորանը եւ ինքն է, ու հետո բացում ես իր կոմենտը, հանեմ, դնեմ, լվամ, քսեմ, մցնեմ, հանեմ, պահեմ, տամ, էս անես, սեն անես, քու մամայինը, ինձ հետաքրքիր է, այդ մաշտոցի տաղերից եք դուք տենց ազդվել, ծով մեղացի մոտ զիսկ ալեկոց է, ու հոպ անջտում եք սկսում եք քրվել, նարեկացու ասենք գրասներից եք բան եղել, ազդվել, թե իրանց հորքուներին դոմփող այդ ասենք այդ քահանաներից եք ազդվել, ես չգիտեմ, բայց ինչու ես ձեզ չեմ սիրում, ասեմ ոչ նամակ որ դուք քֆուր եք տալի, ես էլ եմ քֆուր տալի, բայց որովհետև դուք երկերեսանի եք, հասկանում եք, ես ինչու չեմ ասում որ ես քրիստոնյա եմ, որովհետև ես հարգում եմ այդ կրոնը, որին որ մարդիկ հետևում են, հավատացյալները եւ քրիստոնյաները աշխարհի ամենավատ մարդիկ չեն, քրիստոնյաները տվել են Կոմիտաս, տվել են Բախ, Մոցարտ, տվել են, չգիտեմ ինչ ասեմ, գիտնական շիրակացի, նու եւ այլն, հա, ասենք 1001 լավ բան արել քրիստոնեությունը, եկեղեցին, բայց ես, ասենք, դրանցից չեմ, եւ ես օրինակ մտածում եմ, ասենք, ես ոնց կարամ ինձ ասեմ քրիստոնյա, եթե ես սպաս չեմ պահում, չգիտեմ, ասենք, պասիվաղ չամիչո բուլկի կարամ ուտեմ, բան, տենց էլի, ոբշեմ, հա, դրա համար չեմ ասում, որովհետև հարգում եմ, որովհետև հարգանք կա դեպի դա, որովհետև մարդիկ դրա մեջ են, եւ ես երբեք չեմ բանանում, չեմ քյալլա տալի իրանց հետ, չէ, սուտա, ստից բաներ ես ասում, ոնց կարա կավը վերտի, ֆուանի մարդ սարքի, բան, ակբեր հավատում եք, հավատացեք, բայց ես այդ կրոնը հարգում եմ ու դուք ինչքան պոռնիկի ծնունդ պետք է լինի մարդը, որ ասենք այդ միլիարդավոր հավատացյալների սիմվոլները դնի հետևը, երեխուն գրկի իրա, այդ խաչի եւ մարամ աստվածածնի, այսպես ասած բանի, ասենք դեմը ուտեն զզվելի քֆուրներ տա։ Այդտեղ սկսում է մոտս բան, կարոտկը զամույկանյա, սենց հալնում, որովհետև իրական հանեք դա, հանեք ինչ ուզում եք քրֆեք, ես պադոշ եմ, ժողովուրդ, ես բացարձակ ոչ մի, ես YouTube-ի եւ բանի, Facebook-ի ստեղծման գրեթե երևի առաջի ամիսներից ընդեղ եմ։ Ես գիտեմ այդ դաշտը, ես սովորել եմ, ես իմունիտետ ունեմ, ինձ վրա մի բան, իմ դեմ մի բան ասողը քամու դեմ մի զողի նման մի բան է, բայց դուք ինչ չեք վիրավորում, դուք վիրավորում եք հենց այդ մարդկանց, ովքեր որ իսկապես հավատացյալներ են։ Եվ շատերը այդ հավատացյալներից, որ ասում են դու սատանա ես, դու բան ես, զառումար ես եւ այլն, եղբայր թող ես լինեմ սատանա, հարց չկա, ես ինչ ուզում եք թող ինձ ընդե, հետո սենց անեն բան, հարց չկա, բայց եղեք ազնիվ ձեր իսկ նկատմամբ, եղեք ազնիվ, եթե դուք չգիտեմ, դասատու եք, ասենք, ռուսաց լեզվի դասատու, ապա
եղեք ձեր մասնագիտությանը, ձեր ընտրած ուղուն եղեք հավատարիմ։ Եթե դուք դերասան եք, եղեք ձեր ընտրած ուղուն հավատարիմ։ Դա մասնագիտություններին է վերաբերվում, հա։ Եթե դուք որևէ կրոնին եք պատկանում եւ ձեզ համարում եք, որ դուք կարող եք խաչ-մաչ տնկել ընդդեբան տենց եւ այլն, ուրեմն եղեք դրան համապատասխան։ Եթե դուք Արարատ եք այնտեղ կպցնում կամ չգիտեմ, տենց հայկական բնություն, բան եւ այլն, ուրեմն եղեք դրան համապատասխան։ Իմացածը դա է։ Եկեք ապրենք օրգանական, եկեք ապրենք, չգիտեմ, նորմալ, հաշտ լինենք ինքներս մեզ հետ։ Դուք պատկերացնում եք այդ մարդիկ ինչքան անհաշտ են իրանց հետ, որ այդպես է իրենց պահում։ Դե լավ, ժողովուրդ, հենց այսքանը չմոռանաք, որ ամսի 3-ին փետրվարի խաղում եմ վերանդայում ստենդափ եւ ջազ։ Մի քիչ ավելի կբացեմ հետո ճակերտերից սյուրպրիզներ են սպասում ձեզ, շատ հետաքրքիր խումբ եմ հավաքել, ինչպես միշտ, եւ սպասում եմ ձեզ մեծ հաճույքով հենց այդ համերգինից։ Դուք լայք եք այս բանը, այս եթերը տարածեք, Patreon-ում կարող եք ինձ մի փոքր աջակցել։ Իսկ սա անպայման կգա Սարի թատրոն եւ այնով որ գա Սարի թատրոն, արդեն այս արծվի հետ ծանոթ է, հա, դաշնակցության հետ կապ չունի։